2026 թվականի հունվարից Հայաստանում կսկսվի առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումը 3 փուլով։ Քննարկումներն արդեն սկսվել են։ Առողջապահության ապահովագրություն ունենալը խոստումնալից է թվում, բայց բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են։ Առաջին մտահոգությունը վճարվելիք գումարի արդարացված լինելն է։ 2026 թվականից համակարգին կմիանան 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը տարեկան 129,600 դրամ է։ Վճարումը լինելու է ամսական։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պետությունը մեղմելու է վճարման բեռը։ Զինապահ հիմնադրամին մեր կողմից ուղղվող միջոցները մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կվերանայվի, կդառնա 1000 դրամ եւ դրանից արդեն մնացորդային գումարները մենք այդ խնայողությունները կարող ենք ուղղել առողջության ապահովագրության համար։ Այս փաթեթը վերաբերելու է 1,600,000 քաղաքացու, որոնք վերջին 183 օրերին ապրել են Հայաստանում, բայց պահպանված է արդյոք սոցիալական արդարության սկզբունքը։ Միջին եկամուտ ունեցող մարդկանց վրա է բեռը կենտրոնացած, ավելի բարձր եկամուտներ ունեցող շահառուների խումբը շատ ավելի թեթև հպանցիկ է այս խնդիրը զգալու ֆինանսական առումով։ Առողջապահության կազմակերպիչ Սամվել Սողոմոնյանը նշում է. ծրագիրը դեռևս ամբողջությամբ հստակեցված չէ, չկա փաստաթղթային ձևակերպում, իսկ գործնական մեխանիզմները մշուշոտ են։ Մինչ այս պահը ոչ ապահովագրության մասին օրենքը կա, այսինքն օրենսդրական հիմքը այդ համակարգի ներդրման գոյություն չունի։ Եվ չկա նաև հստակ փաթեթը ծառայությունների, թե քաղաքացին, որը ապահովագրական ծածկույթ է ունենալու, ինչ այնուամենայնիվ ինչ ծածկույթ է ունենալու արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային ծառայությունների մատուցման շրջանակներում։ Նրա խոսքով պարտադիր առողջական ապահովագրությունը զգալի տարբերություն չի ստեղծի պետպատվերի համակարգի հետ, հատկապես 65+ եւ մինչեւ 18 տարեկան խմբերի համար։ Մինչև 18 տարեկան երեխաները այսպես թե այնպես ամբողջությամբ բուժօգնություն ստանում են պետպատվերի շրջանակներում եւ այս առումով պարզապես պետպատվերի անունը փոխվել տրվել է ապահովագրություն։ Կրկնեմ, նորից ծավալները հայտնի չեն։ Իրավապաշտպան Ծաղիկ Վարդանյանը նշում է, ապահովագրական համակարգը տեսականորեն կարող է բարելավել ծառայությունների որակը, սակայն գործնականում առողջապահական համակարգը դեռ պատրաստ չէ։ Եթե պատրաստ լիներ, ասում է նա, կառավարությունը 143 միլիոն եվրո վարկ չէր վերցնի համակարգը կարգավորելու համար։ Առաջինը օրենսդրական դաշտը պետք է կարգավորել։ Մինչև չլինեն գրված փաստաթղթեր, մենք չենք կարող որևէ բան անել։ Մեկ այլ հարց է առաջանում, եթե քաղաքացին օգտվում է արդեն մասնավոր ապահովագրական ընկերություններից, ապա իր վրա ևս տարածվում է այս ծրագիրը։ Իրենք այսպես են ասում, որ դուք պարտադիր պետքա ունենան աշխատող քաղաքացիները, որոնք 200,000 եւ ավել են ստանում ապահովագրություն, պարտադիր, համապարփակ, պետական ապահովագրությունը, իսկ եթե իրենք ուզում են օգտվել այլ փաթեթներից, որոնք որ չի ծածկում այս պետական ապահովագրությունը, համապարփակ ապահովագրությունը, կարող են նաև կրկնակի ապահովագրվել մասնավոր ապահովագրական ընկերություններում։ Մասնագետները զգուշացնում են, եթե ծրագիրը ձախողվի, վնաս կկրի նաև մասնավոր ապահովագրական ոլորտը։ Եթե խնդիրներ առաջանան համակարգում, ապա դա բառից իմաստով կարող է բերել կոլապտորիկ վիճակի։ Արդյունքում մասնավոր ապահովագրական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել միայն պետական հիմնական փաթեթից դուրս, սահմանափակելով իրենց օգտվողների շրջանակը։